Մայրը սպանել է 6 տարեկան որդուն ու մարմինը մասնատել։ Ոչ միայն Ռուսաստանը ցնցած անմարդկային սպանությունը Մոսկվայի մարզի Բալաշիխա քաղաքում է եղել։ Ջրասույզները Մոսկվայի արևելքում Գոլյանովսկի լճակում մի ուսապարկ են գտել կիրակի։ Մեջը 6-ամյա երեխայի գլուխը ու թղթեր են եղել։ Ըստ Ռուսաստանի քննչական կոմիտեի, փոքրիկին գազանաբար սպանելուց հետո մայրը մարմինը տան պատշգամբում է թաքցրել, գլուխը նետել լճակը։ Ամուսնալուծված կինը Բալաշիխայում որդու և մի տղամարդու հետ է ապրել։ Իրավապահները նրանց վարձով բնակարանը խուզարկելիս դանակ, ուրիշ սառը զենքեր են գտել։ Երբ 31-ամյա կնոջը ոստիկանական բաժանմունք են տարել, թմրանյութերի ազդեցության տակ նախ ասել է, թե իր հետ ապրող տղամարդն է սպանել երեխային։ Հետո խոստովանել է, որ ինքն է հարազատ որդուն կյանքից զրկել։ Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ որդեսպան մայրը հավանաբար վերջին շրջանում դեղերը չի խմել, դրա պատճառով է հարձակվել երեխայի վրա։ Նա հոգեբուժարաններից մեկում հաշվառված է եղել, տառապել է շիզոֆրենիայով, անձի երկվություն է ունեցել։ Տարիներ առաջ հոգեբուժարանում է եղել, միայն 2025-ին առնվազն 4 անգամ շտապօգնություն են կանչել հարևանները, նաև էպիլեպսիա ունեցող կնոջ համար։ Տեղեկություն կա, որ 31 տարեկան Ելենան նաև ավագ դուստր ունի, ամուսնալուծությունից հետո աղջնակը հոր մոտ է մնացել։ ՌԻԱ Նովոստիի տեղեկություններով վերջին ամիսներին Ելենան մթերային խանութի ալկոհոլային խմիչքների բաժնում է աշխատել ու մեծ պարտքեր է կուտակել վարկային կազմակերպություններում։ Պենզայից Մոսկվայի մարզ տեղափոխված կինը հաճախ է փոխել բնակության վայրը, միշտ վարձով է ապրել։ Նրա հարևանները պատմել են ռուսական լրատվամիջոցներին, որ նրանց տնից հաճախ են բղավոցի ձայներ լսել։ Կինը հաճախ է ծեծել ԻԾՆ առողջական խնդիրներ ունեցող 6 տարեկան որդուն։ Գաhanna Մովսիսյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։